Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մարտի 26-ն է օրը չորեքշաբթի եւ ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Թրամփի վարչակազմը դադարեցրել է գրին քարտերի դիմումների մշակումը, ընդհուպ հաստատված հայտերը։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը ներգաղթյալների պաշտպանության համար ընդունվել են որոշումներ, որոնք նախատեսում են ստեղծել «Իմացեք ձեր իրավունքները» արշավ, աջակցել արտաքսումների դեմ օրինական պաշտպանություններին եւ այլ քայլեր։ Դաշնային գործակալների կողմից ձերբակալություն առանց պատճառաբանության։ Թուրքիայի քաղաքացի Օսթուրքը Թավս համալսարանի դոկտորանտուրայի ուսանող է, ձերբակալվել է Բոստոնում։ Նրա գտնվելու վայրը եւ ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է։ Հյուսիսային եւ հարավային Կարոլինայի անտառային հրդեհներն այրել են արդեն առնվազն 39 քառակուսի կիլոմետր տարածք։ Իշխանությունները խնդրում են մարդկանց պահպանել այրման արգելքները։ Թրամփի առաջարկները անօթևանների համար։ Նախագահը առաջարկում է ստեղծել վրանային քաղաքներ անօթևանների հարկադիր բուժման եւ կալանավորման ծրագրի շրջանակներում։ Սա կտրուկ շեղում է Housing First քաղաքականությունից, որը գործում է ԱՄՆ-ում ավելի քան 20 տարի։ Կրիստի Նոեմի այցը Էլ Սալվադոր։ ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղարը հանդիպում է ունեցել Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ, քննարկելու վենեսուելացի ներգաղթյալների հարցը։ Ներկայացուցիչների պալատի լսումներ կապված անվտանգության խախտումների հետ Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ լրագրողին ավելացնելը Signal խմբում ընդամենը սխալ էր։ Պնդում է, որ գաղտնի տեղեկություններ չեն քննարկվել։ FIFA-ի $1 միլիարդ մրցանակային ֆոնդի հայտարարությունը։ ԱՄՆ-ում սպասվող աշխարհի ակումբային առաջնության հաղթող թիմը կստանա ռեկորդային $125 միլիոն։ Ճապոնիայում սակուրաների ծաղկման սեզոնը պաշտոնապես սկսվել է։ ԱՄՆ-ում էլ կարելի է վայելել սակուրաների գեղեցկությունը Կալիֆոռնիայի մի շարք վայրերում, ներառյալ Սան Դիեգոյի ճապոնական բարեկամության այգում։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Թրամփի վարչակազմը լուր կերպով դադարեցրել է գրին քարտերի դիմումների մշակումը, անգամ հաստատված փախստականների կողմից ներկայացված դիմումների մշակումը ներգաղթյալներին ավելի խստորեն ստուգելու համար։ Այս մասին հրապարակումն արել է CBS News-ը։ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը USCIS-ը հանձնարարել է պաշտոնյաներին կասեցնել իրավաբանական, մշտական բնակության տրամադրման հայտերի մշակումը, որոնք ներկայացվել են փախստականի կամ ապաստանի կարգավիճակ ստացած ներգաղթյալների կողմից։ Սա ժամանակավորապես իրավական անորոշության մեջ կդնի այն ներգաղթյալներին, ովքեր ապաստան են ստացել Միացյալ Նահանգներում, ապացուցելով, որ իրենց կարող է հալածանք սպառնալ իրենց հայրենիքում։ Փախստականներին Միացյալ Նահանգների մուտքի իրավունք է տրվում դրսում անցկացվող եւ խիստ անվտանգային ստուգումների, բժշկական զննումների եւ հարցազրույցների երկարատև գործընթացից հետո, որը սովորաբար տևում է տարիներ։ Ապաստան ստացողները Միացյալ Նահանգներում գտնվող օտարերկրացիներն են, որոնք պաշտպանություն են ստանում ներգաղթի դատավորների կամ ապաստանի պատասխանատուների կողմից։ Երկու խումբն էլ պետք է ապացուցեն, որ իրենց վրա կարող են հալածանքներ գործվել որոշակի բնութագրերի պատճառով, ինչպիսիք են քաղաքական հայացքները, ռասայական, կրոնական եւ այլ պատկանելությունը։ DHS-ը հայտարարության մեջ նշել է. USCIS-ը ժամանակավորապես դադարեցնում է որոշ կարգավիճակի ճշգրտման հայտերի վերջնական մշակումները, լրացուցիչ ստուգումների եւ վերլուծությունների իրականացման ընթացքում հնարավոր խարդախությունների, հանրային անվտանգության կամ ազգային անվտանգության հարցերի հայտնաբերման նպատակով։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նաեւ հայտարարել են, որ ավելի խիստ կերպով կվերանայեն ներգաղթյալների սոցիալական մեդիայի հաշիվները, որոնք դիմում են իրավաբանական կարգավիճակի համար ներառյալ Միացյալ Նահանգների քաղաքացիություն, գրին քարտ եւ ապաստան։ USCIS-ը նշել է, որ սոցիալական մեդիայի հաշիվների վերլուծությունը պահանջվում է նորացված նույնականացման ստուգումների եւ ազգային անվտանգության վերլուծության համար։ Նոր ծրագիրը կպահանջի, որ դիմորդները կառավարությանը ներկայացնեն իրենց սոցիալական մեդիայի հաշիվները վերլուծության համար։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն այսօր կարևոր որոշում է ընդունել մի շարք գործողությունների մասին, որոնք նպատակ ունեն պաշտպանել ներգաղթյալներին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող խստացված միջոցների պայմաններում։ Խորհրդի անդամ Հուգո Սոտո Մարտինեսի կողմից ներկայացված 5 առաջարկները պահանջում են, որ բիզնեսները քաղաքային վարչությանը տեղեկացնեն միգրացիայի եւ մաքսային ծառայության ցանկացած գործողության մասին, ստեղծեն իմացեք ձեր իրավունքները արշավ իրազեկելու համար եւ աջակցեն պետությունից տրամադրվող միջոցներին ընդդեմ արտաքսումների օրինական պաշտպանությունների համար, ինչպես նաև այլ նախաձեռնությունների։
Թուրքիայի քաղաքացի Թավս Համալսանի դոկտորանտուրայի ուսանող է ձերբակալվել դաշնային գործակալների կողմից առանց պատճառաբանության։ 30-ամյա Ռումեյսա Օստուրկը դուրս էր եկել Սոմերվիլի տանից ընկերների հետ հանդիպելու համար, երբ նրան ձերբակալել են ներքին անվտանգության դեպարտամենտի գործակալները, նշում է փաստաբան Մահսա Խամբաբայը Բոստոնի դաշնային դատարան ներկայացված հայցում։ Տեսահսկման տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես 6 անձիկ, որոնցից շատերի դեմքը ծածկված էին, խլում են Օստուրկի հեռախոսը եւ ձեռնաշղթաներ հագցնում նրան։ Մենք չգիտենք նրա գտնվելու վայրի մասին եւ չենք կարող կապ հաստատել նրա հետ, մինչեւ օրս մեզ հայտնի չէ, թե Ռումեյսիայի դեմ ինչ մեղադրանք է առաջադրվել, ասել է Խամբաբայը հայտարարության մեջ։ Թավս Համալսանի նախագահ Սունիլ Կումարն այսօր հայտարարություն է տարածել, ասելով, որ Համալսանը տեղեկություն է ստացել այն մասին, որ դաշնային իշխանությունները ձերբակալել են միջազգային ուսանողին եւ նրա վիզան չեղարկվել է։ Հյուսիսային եւ հարավային Կարոլինայի լեռներում ավելի շատ մարդկանց են խնդրել լքել իրենց տները, միանալով հարյուրավոր այն մարդկանց, ովքեր արդեն տարհանվել են, քանի որ անտառային հրդեհները շարունակվում են տարածվել։ Այս շաբաթվա եղանակային կանխատեսումները մխիթարական չեն, սպասվում է չոր եւ քամոտ եղանակ։ 6 խոշոր հրդեհներ են այրվում Blue Ridge լեռներում տարածքը ծածկելով ծխով, որը հասել անգամ Գրինվիլ։ Հրշեջներին հաջողվել է փրկել հրդեհների հարակից շինությունների մեծ մասը, արդեն այրվել է առնվազն 39 քառակուսի կիլոմետր տարածք։ Շաբաթվա վերջում սպասվում է անձրև, բայց դա չի լինելու այնպիսի հորդառատ անձրև, որը կարող է ինքնուրույն մարել հրդեհները։ Կանխատեսման դրական կողմն այն է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում չկան ուժեղ քամիներ։ Երկու խոշոր հրդեհ է այրվում, մեկը ավելի մեծ տարածքում Table Rock Park-ում, Ֆիքենս շրջանում, որը այրել է 9.3 քառակուսի կիլոմետր, իսկ մյուսը Պիրսիմոն Ռիջում, Գրինվիլ շրջանում, որը այրել է 4 քառակուսի կիլոմետր տարածք։ Ֆեքին շրջանի տարհաման գոտում կա մոտ 250 տուն, իսկ Գրինվիլ շրջանում ավելի շատ, տեղեկացնում են իշխանությունները։ Հրդեհները գտնվում են միմյանցից մոտ 12.5 կիլոմետր հեռավորության վրա, իսկ քամիներն այնքան ուժեղ են, որ իշխանությունները որոշել են տարհանել երկու հրդեհների միջև ընկած տարածքը ամբողջությամբ։ Փոլք շրջանում ոչնչացվել են մոտ 2 տասնյակ տներ եւ օժանդակ կառույցներ։ Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մակմաստերը կոչ է արել մարդկանց պահպանել այրման արգելքները եւ դադարեցնել աղբի այրումը կամ ճամբարային խարույկները։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ անօթևաններին փողոցներից հեռացնելու համար նոր մոտեցում է որդեգրելու, նրանց ստիպելով տեղափոխվել խոշոր ճամբարներ եւ պարտադիր կարգով անցնել հոգեկան առողջության եւ կախվածության բուժում։ Սա կտրուկ շեղում է երկրում տասնամյակներ շարունակ կիրառվող Housing First քաղաքականությունից, որը նպատակ ունի ապահովել բնակարան որպես անօթևանության դեմ պայքարի հիմնական միջոց։ Մեր երբեմնի հիանալի քաղաքները դարձել են անապահով եւ անսանիտար մղձավանջներ, սա Թրամփն ասել է դեռևս նախընտրական տեսանյութում։ Թրամփի վարչակազմը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել քաղաքականությունը, բայց պատրաստվում է վերանայել բնակարանային եւ սոցիալական ծառայությունների ծրագրերը, որոնք տարիներ շարունակ ապահովում են անօթևանների օգնությունը։ Վերջին տարվա ընթացքում միայն այս նպատակին հատկացվել է մոտ 4 միլիարդ դոլար։ Թրամփն առաջարկում է ստեղծել նոր բուժման հաստատություններ մեծամասամբ կառավարության տարածքներում, վրանային քաղաքներ, որտեղ անօթևանները կտեղափոխվեն եւ նրանց խնդիրները կհայտնաբերվեն, նրանք կամ բուժում կստանան կամ կհայտնվեն կալանավայրում։ Housing First քաղաքականությունը ներմուծվել է 2004 թվականին Ջորջ Բուշի վարչակազմի օրոք պայքարելու անօթևանության դեմ եւ ընդլայնվել է Բարակ Օբամայի ու Ջո Բայդենի օրոք։ Այն նպատակ ունի անօթևաններին ապահովել մշտական բնակարանով առանց ստիպելու նրանց բուժում անցնել կամ աշխատել։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ հարկադիր բուժումն ու քրեականացման մոտեցումը ավելի արդյունավետ կլինեն։ Վարչակազմը պնդում է նաև, որ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բնակարանային նախաձեռնությունները պետք է վերացվեն։ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը մեկներ է Էլ Սալվադոր, նախատեսված է այդ բարձր անվտանգության բանդ, որտեղ պահվում են վենեսուելացիները, որոնց Թրամփի վարչակազմը մեղադրում է վենեսուելական Թրենդե Արագուա խմբավորման անդամ լինելու մեջ։ Նոեմի այցը Սալվադոր ներառված է երրորդյա ուղևորության մեջ, որի շրջանակում նա կայցելի նաև Կոլումբիա եւ Մեքսիկա։ Սալվադորում նա հանդիպում է ունեցել նաև Նայիբ Բուկելեի հետ։ Վենեսուելացիները Միացյալ Նահանգներից արտաքսվել են այս ամիս, այն բանից հետո, երբ Թրամփը կիրառել է 1798 թվականի օտար թշնամիների ակտը։ Մարտի 15-ին, երբ արտաքսման չվերթները օդում էին, դաշնային դատավորը բանավոր հրաման էր արձակել ժամանակավորապես արգելելու արտաքսումները եւ հրահանգել ինքնաթիռներին վերադառնալ Միացյալ Նահանգներ։ Սակայն Թրամփի վարչակազմը պնդում է, որ դատավորի բանավոր հրամանը ուժ չունի եւ պետք է հետեւել միայն գրավոր հրամաններին։ Բացի այդ, վարչակազմը պնդում է, որ հրամանը չի կարող տարածվել արդեն իսկ մեկնած չվերթների վրա։
Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը այսօր կրկին ստիպված էր պատասխանել Հութիների վրա հարձակման մասին պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված ՓԱԿ սոցիալական խմբի արտահոսքի վերաբերյալ հարցերին։ Նա հայտարարել է, որ անվտանգության պաշտոնյաների կողմից ռազմական պլանների քննարկումը Սիգնալ խմբային հաղորդագրության միջոցով սխալ էր, ինչը ներառում էր նաև լրագրողի ներկայությունը։ Գաբարդը ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեում նշել է, որ հաղորդագրություններում գաղտնի տեղեկություններ չեն եղել։ Սխալ էր ընդամենը, որ լրագրողն ավելացվել է այդ խմբում, ասել է Գաբարդը։ Այսօր կայացած լսումները նպատակ ունեին քննարկելու ԱՄՆ-ի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ թարմացված զեկույցը, սակայն ուշադրության կենտրոնում կրկին Սիգնալում անցկացված քննարկումներ, որին մասնակցել էին Գաբարդը, կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Ռադքլիֆը, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս խմբում սխալմամբ էր ավելացվել Ատլանտիկ ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, որի հրապարակած տեղեկությունները ցույց են տալիս, թե որքան մանրամասնությամբ են քննարկվել հութիների դեմ նախատեսվող հարվածները։ Դեմոկրատները պահանջել են հետաքննություն անցկացնել այս միջադեպի վերաբերյալ, պնդելով, որ այն կարող էր վտանգել առաքելությունը կամ վնասել ամերիկացի զինծառայողներին։ Ռադքլիֆը պաշտպանել է Սիգնալի օգտագործումը, հայտարարելով, որ դա տեղին է եւ որ միջադեպը ընդամենը շեղում է ուշադրությունը հութիների դեմ հաջող գործողություններից։ Ամենակարևորն այն է, որ առաքելությունը հաջողված էր, ավելացրել է Ռադքլիֆը։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակն այսօր ներկայացրել է պետական պարտքի գնահատականը, որ եթե կոնգրեսը չգործի, դաշնային կառավարությունը կարող է կանգնել պարտքերի վճարումների ձախողման առջև արդեն այս տարվա օգոստոսին։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը գնահատում է, որ եթե պարտքի սահմանաչափը մնա անփոփոխ, ապա կառավարության արտակարգ միջոցներով գումարներ փոխառելու հնարավորությունները ամենայն հավանականությամբ կսպառվեն 2025 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին, նշվում է ոչ կուսակցական բյուջետային գրասենյակի հայտարարության մեջ։ Այսպես կոչված X ամսաթիվը այն պահն է, երբ կառավարությունը կարող է սպառել իր փոխառության հնարավորությունները եւ առանց կոնգրեսի գործողությունների կկանգնի աննախադեպ դեֆոլտի առջև։ Պարտքի սահմանաչափի հարցը վերջին անգամ քննարկվել էր 2023 թվականին, երբ կոնգրեսը կասեցրել էր այն մինչև 2025 թվականի հունվարի 1-ը համաձայն ֆինանսական պատասխանատվության ակտի։ Պարտքի սահմանաչափի բարձրացումը չի նշանակում նոր ծախսերի հաստատում, այլ թույլ է տալիս կառավարությանը վճարել արդեն գոյություն ունեցող պարտքերը։ Միացյալ Նահանգների ազգային պարտքը ներկայումս գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Ներկայումս կոնգրեսը քննարկում է խնդրի լուծման տարբերակները։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը եւ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հանդիպել են հարկային քաղաքականության գլխավոր ղեկավարների հետ միասնական պլան մշակելու նպատակով։ Թյունը լրագրողներին ասել է, որ հույս ունի օրենսդիրները կկարողանան լուծել պարտքի սահմանաչափի խնդիրը բյուջետային գործընթացի շրջանակներում։ FIFA-ն հրապարակել է $1 միլիարդ ընդհանուր մրցումային ֆոնդի մանրամասները, որտեղ հաղթող թիմը կստանա ռեկորդային $125 միլիոն։ Ամերիկայում հունիսի 14-ից հուլիսի 13-ը կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մասնակցող թիմերի համար սահմանվել է $525 միլիոն երաշխավորված վճար։ Եվրոպայի լավագույն թիմը ամենայն հավանականությամբ Ռեալ Մադրիդը կստանա $38.19 միլիոն, իսկ օրինակ Օվկիանիայի ներկայացուցիչը Օքլենդ Սիթին $3.58 միլիոն։ Բացի այդ կլինի մրցանակային ֆոնդ, լրացուցիչ $475 միլիոն կբաշխվի 63 խաղերի արդյունքների հիման վրա խմբային փուլի հաղթողների համար կտրվի $2 միլիոն, 1/8 եզրափակիչ փուլին մասնակցելու համար $7.5 միլիոն, իսկ մյուս փուլերի համար ավելի բարձր սահմանաչափով։ FIFA-ի ակումբային առաջնության գավաթն այս ամիս գտնվում է Սպիտակ տանը, քանի որ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն այն ժամանակավորապես նվիրել է նախագահ Դոնալդ Թրամփին։ Հիշեցնեմ, որ աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ կանցկացվի ընդլայնված կազմով 32 թիմով։ Մասնակից թիմերն են Եվրոպայից անգլիական Չելսին, Մանչեսթեր Սիթին, Իսպանիայից Ռեալ Մադրիդը, Ատլետիկո Մադրիդը, Գերմանիայից Բավարիա, Բորուսիա Դորտմունդ, Ֆրանսիական Պարիս Սեն-Ժերմենը, Իտալական Ինտերը եւ Յուվենտուսը, Պորտուգալիայից Պորտուն եւ Բենֆիկան եւ ավստրիական Red Bull Զալցբուրգը։ Հարավային Ամերիկայից կլինեն Պալմեյրասը, Ֆլամենգոն, Ֆլումինենսեն, Բոտաֆոգոն, բոլորը ներկայացնում են Բրազիլիան, River Plate-ը, Boca Juniors-ը Արգենտինայից, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայից կլինեն Մոնտերեյ, Լեոն, Պաչուկա, բոլորը մեքսիկական թիմեր են, Seattle Sounders-ը, Ինտեր Մայամին, երկուսն էլ ամերիկյան թիմեր են։ Ասիայից կլինի Ալ Հիլյալը, Սաուդյան Արաբիա, Ուրավա Red Diamonds-ը Ճապոնիայից, Ալ Այնը Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Ուլսան Հարավային Կորեայից։ Աֆրիկա մայրցամաքը կներկայացնեն Ալ Ահլին Եգիպտոս, Վիդատ Ատլետիկը Մարոկո,
Էսպերանսը, Թունիս, Մամելոդի Սանդաունս, Հարավաֆրիկյան Հանրապետություն եւ Ավստրալիա ու Օվկիանիա ընդամենը 1 թիմ Օքլենդ Սիթի, Նոր Զելանդիա։ Ճապոնիայում պաշտոնապես սկսվել է սակուրաների ծաղկման սեզոնը, որը համարվում է այդ երկրի ազգային ծաղիկը։ Ճապոնական բալենու ծաղիկները սովորաբար իրենց գեղեցկության գագաթնակետին են հասնում մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբ։ Ծաղիկները ծաղկում են շատ կարճ ժամանակահատվածում, մոտ 2 շաբաթ, սկսած առաջին բողբոջից մինչև բոլոր թերթիկների թափվելը։ Բարեբախտաբար շատ մարդիկ կարող են վայելել ծաղկած սակուրաների գեղեցկությունը նաև Միացյալ Նահանգներում, հատկապես Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Սան Դիեգոն։ Որոշ վայրեր, որտեղ կարելի է տեսնել այս հրաշալի տեսարանները։ Լոս Անջելեսից օրինակ Լեյք Բալբոայում եւ Պիտեր Շաբարում տարածաշրջանային զբոսայգում, Սան Մարինոյի Հանթինգթոն պարկում, Սան Ֆրանցիսկոյի Գոլդեն Գեյթ պարկում, Ֆրեզնոյում տարբեր վայրերում եւ իհարկե Սան Դիեգոյի ճապոնական բարեկամության այգում։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։